Այս ամենի ֆոնին Ադրբեջանը խաղաղություն գոռալով շարունակում է իր պայքարը նաև հիշողության, ինքնության ու պատմության դեմ։ Այսօր Արցախում կռվում են մեր թողած հետքի դեմ եկեղեցիներ, խաչքարեր, հուշարձաններ, գերեզմաններ, հայկական արձանագրություններ, այն ամենը, ինչը տարիներ շարունակ վկայել է հայկական ներկայության մասին, աստիճանաբար վերացվում, խեղաթյուրվում կամ ներկայացվում է այլ ինքնությամբ։ Եվ եթե մի ժամանակ աշխարհը լուռ հետևում էր Բաքվի ռազմական գործողություններին, ապա այսօր նույն աշխարհը նույն լռությամբ հետևում է մշակութային վերացման գործընթացին։ Արցախում չեն ոչնչացնում միայն քարերը, Արցախում փորձում են վերացնել հիշողությունը, որպեսզի մի օր հնարավոր լինի ասել այստեղ երբեք հայեր չեն ապրել։ Քանդված, պղծված եկեղեցիներ, խաչքարեր, կոթողներ ու գերեզմաններ։ Այս քաղաքականությունն է որդեգրել Ադրբեջանը օկուպացված Արցախում։ Կրոնական հետքի ջնջում, պատմական ներկայության վերաձևում, մշակութային յուրացում, քաղաքային հիշողության ոչնչացում։ Սա էլ վերջնական նպատակն է։ Հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը, քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, վնասել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը, ավերել են Խնածախ գյուղի հայրենական եւ արցախյան պատերազմների հուշարձանը, պղծել Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը։ Սրանք մշակութային վանդալիզմի միայն վերջին շրջանի արձանագրված դեպքերն են, մինչդեռ ամբողջական պատկերը ավելի ցավոտ է ու մտահոգիչ։ Անհետացել են ոչ միայն շինություններ, այլև այդ շինություններում եղած հայկական հետքը։